44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում արված հայտնի լուսանկարի երեխաներից երկուսը վերջին 1 տարվա ընթացքում 4-րդ դպրոցն են փոխում։ 23 թվականին տեղահանվում ենք, գալիս ենք այստեղ։ Սկզբից երեխեքին ընդունել եմ տալիս փոսի դպրոցը, որովհետև այն մասում ենք մենք բնակարան գտել, այդ ժամանակ շատ ահավոր էր, вообще բնակարան չենք կարողանում ազատ գտնել Երևանում։ Մի կերպ ծանոթների միջոցով ասում են, որ ամուսինս վիրահատված, հիվանդանոցում պարկած է, մենք դրսում ենք հայտնվել, ես չեմ կարող ուրիշ տեղից գամ, ամուսնուս խնամեմ, գնամ։ Մի կերպ ծանոթների միջոցով բնակարան են գտնում այդ մասում, երեխեքը գնում են փոսի դպրոցը։ Հետո գնում են տեղգյուղ, գնում ենք տեղգյուղ, երեխեքը գնում են տեղգյուղիկ դպրոցը։ Հետո թղթերը հասնում եմ Աշտարակ, հետո Աշտարակից բերում եմ Երևան, փաստացի երեխեքս 4 դպրոց փոխեցին այս մի տարվա մեջ։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Սարգսյանների ընտանիքը հիմա էլ կարիքից դրդված է պարբերաբար տեղափոխվում Հայաստանի մի բնակավայրից մյուսը։ 5 հոգանոց ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել։ Ոչ ես, ոչ ամուսինս պետական աշխատող չենք։ Ես ընդհանրապես չեմ աշխատում, իսկ ամուսինս օրը 4000 դրամով աշխատում է պահակ։ Ասում են մարտից էլ այս բնակվարձերը կտրելու են։ Մարտը վերջին ամիսն է, որ ես 40+10 ստանալու ենք, ու իմ ընտանիքը կոնկրետ կհայտնվի շատ վատ վիճակում։ Շուշիում բնակվող ընտանիքի համար 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրամահավաք էր իրականացվել, որի շրջանակում առաջարկ էին ստացել տուն ունենալ Արցախում կամ Հայաստանում։ Ընտանիքն ընտրել էր հայրենի Արցախը։ Մենք ընտանիքով որոշում ենք, որ Արցախում ենք ուզում մնանք, Ստեփանակերտում։ Ու Ստեփանակերտում մենք գտնում ենք բնակարան, իրենք հովանավորում են, մենք գնում ենք բնակարանը։ Այնուհետև 23 թվականին այդ տունը կորցնում ենք Ստեփանակերտում։ Գալիս ենք Հայաստանի Հանրապետություն։ Հերթական տեղահանությունից հետո ընտանիքը բժշկական ծառայություններին հասանելիությունից դրդված Երևանում է տեղավորվել, բայց ամիսներ անց հասկացել, ֆինանսապես չեն կարողանում հարմարվել մայրաքաղաքային գներին։ Գնում ենք Սյունիքի մարզի սահմանամերձ տեղգյուղ, որտեղ մնում ենք 6 ամիս։ Բայց այսպես ասեմ, որ ասում են գյուղերում կամ շրջաներում կյանքը ավելի հեշտ է արցախցիների համար, ասեմ հակառակն է, շատ դժվար է, քանի որ գյուղերում չկա աշխատատեղեր, ընդհանրապես ոչ տղամարդու համար, ոչ իմ համար, պետքա հողագործությամբ զբաղվես, էդ էլ պետքա տարածքը ունենաս, պետքա դու մոտիկ լինես դրան, ու մենք քանի որ քաղաքում ենք ապրել, այդքան էլ հողագործության հետ մոտիկ չենք։ 6 ամիս մնում ենք այդտեղ, գալիս ենք Երևան, նոր ենք եկել, մի քանի օր առաջ ենք եկել Երևան, հիվանդանոցի հետ էլի կապված խնդիր ունենք, էլի վիրահատություն են նշանակել, դրա համար տեղափոխվել ենք Երևան, որ կարողանանք այդ խնդիրները լուծել։ Սարգսյանների ընտանիքը որոշել է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ 3 երեխա ունեցող արցախցի ընտանիքը բնակարանի ձեռքբերման առաջին փուլի շահառու էր, ուստի դիմել են ծրագրի համար։ Ինձ ասեցին, որ դուք քանի որ 2020 թվականին Շուշիից եք, դուք 10 միլիոնի ինչ-որ սերտիֆիկատի շահառու եք։ Ես որ մինչև հիմա չգիտեի նման բան։ Ընդ որում ես Շուշիի բնակարանը, երբ որ մենք Շուշիի տունը կորցրել ենք, մենք դրա փոխհատուցում Ստեփանակերտում ուրիշ բնակարան ենք ստացել հիմնադրամի կողմից։ Ես առաջի անգամ լսում եմ, որ մենք 10 միլիոն դրամի շահառու ենք, ընդ որում մեր ամբողջ ընտանիքը, այսինքն ես առանձին իմ ընտանիքով, քույրիկներս առանձին իրենց ընտանիքներով, ծնողս առանձին, 16 հոգի մի սերտիֆիկատի շահառու ենք, մի 10 միլիոնի։ Արևիկի խոսքով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս պատասխանից անակնկալի են եկել, քանի որ երբևէ չեն իմացել ծրագրի մասին։ Ավելին, պարզ է դարձել, որ իրենք հարկադիր ցուցակում են։ Այն ժամանակ, երբ որ ամուսինս վիրահատվեց, երբ որ մենք խնդիրներ ունեինք, դե Արցախում ամեն ինչ թողած դուրս եկած, մենք ոսկի գրավադրեցինք, այստեղ վարկ վերցրեցի Արեգակից ու չկարողանալով այդ ամեն ինչը համատեղել, սկզբից առանց աշխատանք էինք բան, ընկանք սև ցուցակ ուշ վճարումների համար։ Հիմա մեծ խնդիրներ ունենք, շատ մեծ խնդիրներ, եթե վարկերս, այդ գրավադրված ոսկիները բանը ամբողջը հաշվարկեմ, մոտ 3 միլիոնի կարգի ինձ խնդիր ունեմ բանկում։ Ստացվում է, որ ապրիլին կառավարության կողմից 40+10 հազարի ծրագրի դադարեցումից հետո ընտանիքը կարող է հայտնվել դրսում։ Հիմա այս 40+10-ը, որ էլ շարունակեն տալ կամ մենակ տան անչափահասներին, ես ու իմ նման լիքը ընտանիքներ կհայտնվենք շատ վատ վիճակում, որովհետև իմ ամուսինը ընդամենը օրը 4000 դրամով են էլ ամեն օր, ինքը 2 օր տունը, մի օր աշխատանքի, այդ պայմանով աշխատում է։ Դրանով հազիվ հասցնում ենք 3 երեխաներս էլ դպրոցական են։
Հազիվ օրվա ուտելիքն ենք հասցնում մենք, եթե այս 40+10 կտրեն ու մենք էլ այս ծրագիրը չկարողանանք լուծել, այսինքն ես չեմ հասկանում հիմա այս 10 միլիոնի շահառու եմ, հիմա ասենք եթե ես նույնիսկ ուզեմ օգտվեմ էլ չեմ կարող, որովհետև սև ցուցակում եմ, շատ բարդ խնդրի առաջ ենք կանգնել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագոզյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, Սարգսյան ընտանիքին ոչ ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրվել, նրանք կարող են շահառու դառնալ։ Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ընտանիքի որևէ անդամի տվյալը այդ շահառուների ցանկում ներառված չի։ Դեպաբար իրենք չեն հանդիսացել նախորդ ծրագրի շահառու եւ ըստ էության գոնե բանավոր իր խոսքի համաձայն կարող են հանդիսանալ այս ծրագրի շահառու, քանի որ ընտանիքի բոլոր անդամները ունեն տեղահանվածի կարգավիճակ, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ չունեն սեփականություն Հայաստանի Հանրապետությունում, ինչը բավարարել, որ իրենք դառնան այս նոր ծրագրի շահառու։ Իսկ շահառու դառնալու համար կարող է արդյոք խոչընդոտ հանդիսանալ ԴՀԿ ծառայությունում վարույթ ունենալու հանգամանքը։ Ղարագոզյանը բացասական պատասխան տվեց։ Այս բանին մենք Կենտրոնական բանկի հետ համագործակցաբար այդ խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել եւ կարծում եմ ամենաուշ մինչեւ ամսվա վերջ կունենանք Կենտրոնական բանկի կողմից վավերացված նախագահի կողմից եւ ֆինանսների նախարարի կողմից վավերացված ներքին իրավական ակտ, որը հնարավորություն կտա ֆինանսական կազմակերպություններին շրջանցել վարկային պատմությունը եւ 100% սուբսիդավորվող վարկերի դեպքում վարկային պատմության վերլուծություն չիրականացնել։ Տրամադրվող հավաստագրի գումարային չափը կախված է բնակավայրից, այն կարող է տատանվել 3-ից 5 միլիոն դրամի միջակայքում։ Մենք ունենք 232 բնակավայր, որոնք եւ սահմանամերձ են եւ ոչ սահմանամերձ են, որտեղ 5 միլիոն արժի անձը, ունենք 450 բնակավայր, որոնք նույնիսկ կապ չունեն սահմանամերձի հետ, այստեղ նաեւ Երևանամերձ մարզային բնակավայրեր ունենք, Կոտայքում Հրազդան համայնքը իր բոլոր բնակավայրերով, Արմավիրում ունենք բնակավայրեր, այսինքն սահմանի հետ որևէ աղերս չունեն, Լոռին, Շիրակը ամբողջությամբ մարզը, որ արդեն բոլորը դարձել են 4 միլիոն, եւ Երևանն ու Երևանամերձ բնակավայրերը 3 միլիոն։ Իսկ ինչ օժանդակություն կստանան Սարգսյանների ընտանիքն ու այլ արցախցիներ ապրիլից հետո։ Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին կառավարությունը նեղացրեց 40+10,000 օժանդակություն ստացող արցախցիների շրջանակը, իսկ գումարն էլ նվազեցրեց 10,000-ով։ Արդեն հուլիսից օժանդակությունը կկազմի ամսական 30,000 դրամ, այն էլ կրկին Արցախից ոչ բոլոր տեղահանվածների համար։